Այսօր կեսօրից հետո Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնեց Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, գրել է Հայաստանի վարչապետը։ Այս կողմից սկսենք, սենց կանք, հա։ Նա դեռ մեկ շաբաթ առաջ էր խորհրդարանում պնդել, թե Սամվել Կարապետյանին պատկանող էլցանցը պետականացնելու օրենքի նախագիծ արդեն օրենսդիրում կա։ Արդեն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Փաշինյանի հետևում հպարտ կանգնած ՔՊԱ-ականները, որ որպես համաձայնության նշան գլուխները տմտմբացնում էին, այս հարցազրույցի հաջորդ օրը միաբերան պնդում էին, թե տեղյակ չեն այդ նախագծից։ Այս տրամաբանության Հայաստանի վարչապետն այսօր մեկ այլ պնդումել է արել։ Հեցի պետականացման պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Ես իհարկե չեմ կասկածում, որ իրենք մեխանիզմներ կգտնեն խլելու հեծը, որովհետև եթե այդ մարդու խելքով ինչ-որ մի բան փչել է, ինքը անպայման պետք է հասնի դրան, անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կարող է բերել։ Իսկ իրականում հետևանքները շատ լուրջ են լինելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։ Արդեն այսօր Փաշինյանի կաբինետի տնտեսական քաղաքականության հետևանքով լուրջ ճգնաժամի առաջ է կանգնել երկիրը, ասում է ընդդիմադիր պատգամավորը ու վիճակագրությամբ ապացուցում արտաքին ներդրումների հետընթացը։ Եթե 2023-ին ուղղակի ներդրումների ծավալը $580 միլիոն էր, ապա նախորդ տարի գրեթե 4 անգամ կրճատվել են ներդրումները, կազմելով $140 միլիոն։ Վարդանյանը նկատում է, որ անհանգստացնող այս վիճակագրությանը զուգահեռ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այս կամ այն գործարարի սեփականությունը պետականացնելու մասին, պոտենցիալ ներդրողները շատ երկար են մտածելու, արժե փող դնել Հայաստանում։ Սա ստալինյան ժամանակահատվածները չեն, երբ կարելի է մարդու ձեռքից պարզապես ինչ-որ բան խլել, բայց վստահեցնում եմ, որ դա միջազգային դատարաններում, նույնիսկ այս պարագայում մեր պետությունը էլի հայտնվելու է պարտվողի վիճակում, որովհետև մասնավոր սեփականության տերը այս պարագայում Սամվել Կարապետյանը վստահաբար միջազգային ատյաններում հաղթելու է, որովհետև սա պարզապես անթույլատրելի որոշում է եւ անթույլատրելի ճանապարհ է, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Ես մեր եկեղեցու Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կալանավայրից քննադատել է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Կարճ ժամանակահատվածում գործող իշխանությանը հաջողվել է նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները հայրենի հողում ներդրումներ կատարելու, հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու։ Իր 4-րդ հրապարակային նամակում գրել է Կարապետյանը. Ի վերջո մեր Սփյուռքը ոչ միայն հայրենիքում տնտեսական, բիզնես, արժեք ստեղծող չափազանց մեծ ներուժ է, այլ նաև լոբիստական հզոր ուժ։ Փոքր խմբակի այլ երկրների ներքին գործերին իր հկների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը։ Հայ գործարարի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը մղձավանջ է որակում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նիկոլ Փաշինյանի կերպարը բոլորին հայտնի է, որևէ նոր դրսևորում չունի այս մարդը։ Բավական լուրջ բարոյական վնաս է, որովհետև մենք եթե մեզ նայենք կողքից, թե ինչ ենք անում ինքներս մեզ հետ, քիչ է ասել, որ նստած ճյուղն ենք կտրում։ Կարծում եմ, որ այս մղձավանջը պետք է արագ հանգուցալուծվի։ Տնտեսագետները ահազանգում են, եթե Փաշինյանին հաջողվի Սամվել Կարապետյանից խլել էրցանցը, տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին։ Պետությունն է ստիպված լինելու միլիարդավոր դրամների ներդրումներ անել, ինչը անխուսափելի է դարձնելու սակագնի բարձրացումը։ Գուցե մարդկանց զայրույթը զսպելու համար սկզբում որոշեն սուբսիդավորել հոսանքի սակագինը, պահպանելով գործողը, բայց դա հնարավոր չի լինելու երկարաժամկետ ապահովել։ Այդ ժամանակ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, սա շատ լավ հասկանում են նաև Փաշինյանի խորհրդատուները, բայց հավանաբար վախենում են նրան ինչ-որ բան հասկացնել։ Իրեն իրականությունը ռեալ չեն ներկայացնում, որ այս մարդը անում է այն, ինչ իր խելքին փչում է եւ իր համար միևնույն է, թե իր խորհրդականները իրեն ինչ խորհուրդ կտան։ Էլինար Վարդանյանը չի բացառում, որ Փաշինյանը մտադիր է ռուսական կապիտալով ընկերությունները թուրքականով փոխարինել։ Միգուցե իր Ստամբուլ այցի ընթացքում չհրապարակված հատվածներում եղել են նաև այդպիսի բանակցություններ։
Վարդանյանը մի խորհուրդ ունի Փաշինյանի խորհրդատուներին. պետք է վարչապետին հասկացնել, որ եւ հայ առաքելական եկեղեցուն եւ Սամվել Կարապետյանին ուղղված ստատուսները հենց Փաշինյանի դեմ քրեական գործեր հարուցելու հիանալի իրավական հենք են դառնալու ապագայում։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։